հետևյալն է Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հատկապես շրջելով սահմանամերձ գյուղերում մեր հայրենակիցները հետևյալ հորդորն են հաղորդում, որ այնտեղ կան բազմաթիվ տարածքներ, որտեղ մարդիկ ունեն կադաստրի վկայականներ եւ թշնամու ուղիղ նշանառության տակ են եւ հնարավորություն չունեն այդ տարածքները մշակելու, օգտագործելու, բայց դրա համար իրենք այդ հարկերը, турքերը, բոլոր իրենց պարտականությունները կատարում են։ Հարցս հետևյալն է, առաջին այդ հարցից ամփոփեմ։ Արդյոք ձեր մոտ ունեք դուք տվյալներ, թե ինչքան քաղաքացիներ կան, որոնք ունեն կադաստրի վկայականներ եւ չեն կարողանում փաստացի չեն կարողանում մշակել եւ արդյոք կան գործիքակազմեր, որի արդյունքում մենք կարող ենք կոնկրետ հեկտարներով, օրինակ ասել, այսքան հեկտար հողատարած մարդը չի կարող մշակի, բայց ստիպված է ամեն տարի տալ, քանի որ ունի դրա վկայականը։ Այս մեկ հարց, երկրորդ հարցը էլ ուրեմն հետեւյալն է, ես երկու հարց կարող եմ տալ, թե արձագանքի ժամանակ։ Եվ երկրորդ հարցս հետևյալն է, Տավուշի հայտնի իրադարձությունների ժամանակ ինձ էին դիմել մեր հայրենակիցները, հիմնականում Կիրանցից, ես դրա մասին ձեզ ասել եմ, որ 60-ից ավել վկայականներ կային մոտ, որ մարդիկ ունեն այդ վկայականները, այդ տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, իշխանություններն ասացին, որ դրա հետ կապված դատախազությունում քրեական գործ կա, վարույթներ են ձեռնարկվել եւ այլը, ուզում եմ դրա այդ թեմայով էլի առաջին հարցս հետեւյալ, արդյոք կան մարդիկ, որոնք որ պատասխանատվություն են կրել Եվ եթե պատասխանատվության չեն կրել եւ ամեն ինչ նորմալ եւ օրինական է, այն մարդիկ, որոնք որ ունեն կադաստրի վկայական, այդ մարդկան ճակատագիրը ո՞նց է ալնելու, այսինքն ունեն վկայական, զրկվել են հողերը մշակելու հնարավորությունից։ Շնորհակալություն պարոն Դանիելյան հարցադրումների համար, ինչ վերաբերվում է այն տեղեկատվությանը, որ քաղաքացիները ունեն վկայականներ իրենց ձեռքում, բայց չեն կարողանում փաստացի օգտագործել, ես կուզենամ հստակ տարանջատել կադաստրի կոմիտեի գործառույթները այս իմաստով, թե որ քաղաքացին ինչ խնդիր ունի իր գույքին հասնելու կամ չհասնելու, մեզ մոտ նմանատիպ տեղեկատվություն չի վարվում եւ մենք չենք էլ կարող վարել եւ մենք չունենք էլ նման լիազորություն։ Մենք ինչ տեղեկատվություն ենք վարում։ Արկա է իրավահաստատող փաստաթղթեր, որոնք հաստատված են կամ ծխամատյանի քաղվածքներով կամ այդ հողահատկացման հիմքերով, մենք այդ իրավունքը գրանցում ենք, գնահատում ենք այդ գույքի մոտարկված կադաստրային արժեքը, կամ եթե իրենք ոչ գյուղատնտեսական հողեր են, գյուղ հողերի համար էլ կադաստրային արժեքը եւ իրենց ուղարկում ենք համայնքի հարկային բազա։ Եվ այնտեղ համապատասխան գործակիցներով, եթե սահմանամերձ է, այդտեղ կան զեղչեր, համապատասխանաբար որոշում է, թե յուրաքանչյուր քաղաքացին որքան գույքահարկ պետք է վճարի։ Հասանելիություն ինքը կարող է մշակել, թե ոչ, ոռոգելի ջուր ունի ինքը, թե ոչ, այսինքն ինչ խնդիրներ են արկա իր հողի մշակման հետ կապված, մենք այդ տեղեկատվությունը չունենք եւ ըստ էության մեր գործառույթների շրջանակում էլ չի մտնում նման տեղեկատվության որևէ ձևով հավաքագրումը, որովհետեւ մենք դաշտային աշխատանքների կազմակերպման հնարավորություն էլ չունենք։ Միգուցե սա առանձին հարց է, որը եթե կարիք լինի հետագայում քննարկենք։ Ինչ վերաբերվում է Կիրանցի դեպքերով, դուք նշեցիք, որ հնչեցվել են, որ կա գործընթաց իրավական վարույթների գնահատականներ տալու, ես տեղեկատվություն չունեմ գործընթացի վերջնական ելքի վերաբերյալ եւ չեմ կարող այս պայմանությամբ ասել, որ արդյոք որևէ պաշտոնյա այդ վարույթների շրջանակում ենթարկվել է պատասխանատվության, թե ոչ, միգուցե դրանք հետագայում եթե լինեն, ապա համապատասխան ուժային կառույցները դրանց վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնեն այստեղ ձեզ որոշակի գործընթացների շրջանակում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, որ այդ հայտնի իրադարձություններից հետո կադաստրային քարտեզ է փոխվել, լրիվ այլ կադաստրային քարտեզ է եղել, հիմա լրիվ այլ կադաստրային քարտեզ է։ Եվ դուք ասեցիք դա մեր գործառույթների մեջ չի մտնում, բայց սա կարևոր հարց է, ես կարծում եմ, չգիտեմ, եթե տկեն նախարարության կամ ձեր ընդհանուր համագործակցության, մեր ընդհանուր համագործակցության արդյունքում հնարավոր լինի այդ մարդկանց կոնկրետ ֆիքսենք, որ այսքան տարածություն մարդը չի կարողանում մշակել, մենք պետք է հնարավորություն տանք այդ մարդկանց ի վերջո չմշակված հողի համար
հարկ չվճարելու, турքեր չվճարելու, սա լրացուցիչ բեռ է, որ պարբերաբար ես հանդիպումների ժամանակ իմ հայրենակիցներից լսում եմ, եւ հաջորդ հարցս հետեւյալն է. նույն Արարատյան դաշտավայրում այս տարիների ընթացքում հողի կարգը փոխվել է, այսինքն եղել է երրորդ կարգի, դարձել է առաջի կարգի կամ այդ կարգերի փոփոխություն ա եղել, կամ չմշակվելու արդյունքում ավելի է հողի կարգը նվազել, այսինքն ոչ պիտանի դարձել։ Հիմա ձեր մոտ արդյոք կա վիճակագրություն այս ընթացքում հողերի կարգերի փոփոխության հետ կապված։ Հարցս հասկանալի է։ Շնորհակալություն, նախ անդրադարձ կատարեմ ձեր առաջի նշագրման այն իմաստով, որ կադաստրային քարտեզը փոխվել, ես կրկին անգամ ուզում եմ նշել, որ կադաստրային քարտեզի վրա արտապատկերված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, բացի դա մենք բոլորս էլ այստեղ գիտենք, թե որքան խնդիրներ են իրենց մեջ պարունակում կադաստրային քարտեզները։ Ես վստահ եմ, որ երևի այն մարդիկ, ովքեր որ առնչվում են որևէ ձևով ունեն սեփական տուն, գյուղատնտեսական հողատարածք, բազմաթիվ դեպքեր են արկա, երբ որ այդ քարտեզներով տեղադիրքը վիրտուալ քարտեզներում այլ տեղ է, մարդիկ բնության մեջ այլ տեղ են մշակում, շեղումներ են արկա բազմաթիվ դեպքերով եւ այն, որ կադաստրային քարտեզներում արկա է սխալ, դա արձանագրվում է նաեւ կառավարության որոշումով, կադաստրային քարտեզների ուղղման կարգով, դրանից առաջ արձանագրված էր կոմիտեի ղեկավարի 186 հրամանով, որով եւս սահմանվում էր կադաստրային քարտեզում տեղ գտած սխալների ուղղման որոշակի գործիքակազմի ներդրում, այսինքն կադաստրային քարտեզների սխալի իմաստով այդ պարզաբանումը կարող եմ տալ, բայց ինչ վերաբերում է արդեն Արարատյան դաշտի, ես կցանկանայի նշել ոչ միայն Արարատյան դաշտի, պարոն Դանիելյան, այլ ամբողջ հանրապետության գյուղատնտեսական հողերին է ձեր հարցը վերաբերվում, այսինքն, երբ որ մենք խոսում ենք գյուղատնտեսական հողերի մասին, շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է գեներացվում գյուղատնտեսական հողի հարկը, դա հաշվարկվում է գյուղատնտեսական հողից հնարավոր զուտ եկամտի չափով, այսինքն թե որքան զուտ եկամուտ է քաղաքացին ստանում մշակելով գյուղատնտեսական հող եւ դրա հիման վրա որոշակի հաշվարկ է տեղի ունենում հարկման։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական հողի որակական հատկանիշներին, այսինքն թե քիմիական ինչ պարունակություն կա տվյալ հողի մեջ եւ արդյոք վերջի տարիներին ինչ փոփոխություն է տեղի ունեցել, ենթադրենք ռեկուլտիվացիոն որևէ աշխատանք տարվել է հողի որակի բարձրացման կամ չի մշակվել հողը, այդտեղ ճաճացում է տեղի ունեցել կամ աղակալում է տեղի ունեցել, այսինքն որակի անկում է նկատվել, ապա ցանկանում եմ նշել, որ ըստ էության այսօրվա օրենսդրությունը տալիս այն հնարավորությունը, որ եթե քաղաքացին ցանկություն ունի, կատարի որոշակի նմուշառումներ եւ ցույց տա, թե ինչ որակական հատկանիշներով հողամաս է ինքը օգտագործում կամ շարունակում օգտագործել։ Գլոբալ առումով ես կարող եմ նշել հետեւյալ հանգամանքը, որ այս հարցի վերաբերյալ տեղի ունեցել վերջերս երևի 1-2 ամիս առաջ քննարկում կառավարությունում եւ այդ քննարկման արդյունքում արդեն ձևակերպված են հանձնարարականներ, որ պետք է սկսել այն մեթոդաբանությունը եւ գնահատման նոր ընթացակարգերի մշակման գործողությունները, որոնք թույլ կտան համալիր վերագնահատություն իրականացնել գյուղատնտեսական հողերի, որովհետև վերջին անգամ դրանք իրականացվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին եւ գնահատման այսօրվա որակական հատկանիշները հիմնված են այդ տարիների գնահատման, բայց միևնույն ժամանակ ես կցանկանամ մատնացույց անել այն կարևոր հանգամանքը, որ սա շատ թանկ արժեցող աշխատանք է, եթե այնուամենայնիվ որոշվի, որ ամբողջ հանրապետության գյուղատնտեսական հողերը պետք է վերագնահատվեն որակական հատկանիշներով, շատ թանկանոց է, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ներդրող, եթե ինքը որևէ ներդրում է տեղում իրականացնում, ես չեմ կարծում, որ հողի վերաբերյալ առանց որակական հատկանիշների ուսումնասիրության գյուղատնտեսը կամ ներդրողը գնում է եւ այդտեղ խոշոր միջոցներ է ծախսում, այսինքն յուրաքանչյուր պարագայում առանձին դեպքերով մենք առնչվում ենք համապատասխանաբար այդ որակական հատկանիշների հետ կապված հարցերին։ Այնուամենայնիվ ներկա դրությամբ այդ քննարկումները արդեն բացված են, եթե որևէ փոփոխություն լինի, եզրակացություն լինի եւ դա լինի կադաստրի կոմիտեի տիրույթում, ապա ես խոստանում եմ դրա վերաբերյալ առանձին տեղեկացում կտրամադրեմ ձեզ։ Շնորհակալություն։